Բարև հայրենիքիս։ Լավագույն 20-ին խրախուսանք։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հայկական երկրորդ հանրապետությունում է։ Այցին գրեթե զուգահեռ Գերմանիայում Ղարաբաղյան կարգավորման միջնորդները նախապատրաստում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Սուր հայելիների թագավորությունից Եվրոպայի կենտրոն, բնորոշումը Էդվարդ Նալբանդյանինն է, Ադրբեջանից Մամեդյարովն է Համբուրգ եկել։ Սուր հայելիների ինչ-որ մի թագավորություն են ապրում, մյուսներին էլ փորձում են պարտադրել ինչ-որ իրենց տեսակետներ։ Ադրբեջանի տեսակետը հակասում է գրեթե ամեն ինչին, կարգավորման հայտնի 3 սկզբունքներից մինչև համանախագահների ընդունած հայտարարության դրույթներ։ Հայտարարության մեջ ևս մեկ անգամ ընդգծվեց. հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետք է հավատարիմ մնալ 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերին։ Մենք տեսնում ենք, որ ապրիլից հետո շեշտադրումները մնացին պահպանված հենվող Վիեննա Սանկտ Պետերբուրգի վրա։ Հայտարարության մեջ ապրիլը հիշեցին, դատապարտեցին, մեղավորն ինչպես միշտ մնաց անորոշ։ Անհաս հայտարարություններ են անում եւ կարծում եմ, որ սրա հիմնական պատճառներից մեկը նաեւ այն է, որ հայկական ԱԳՆ-ն ընդունում է եւ ինքը արդարացնում է Մինսկի խմբի ներկայացուցիչների նման հայտարարությունները։ Կարծում եմ, որ սա պետք է դադարեցնել եւ պետք է ավելի պահանջկոտ լինել նաեւ համանախագահների հասցին։ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է միջնորդների հետ աշխատի, որպեսզի Ադրբեջանին ուղիղ տեքստով ասեն, նա է ձախողում բանակցությունները։ Վերլուծաբան Կարեն Բեքարյանը նկատում է, գնահատականները հասցեական դարձնելուց հետո միջնորդների գործը կբարդանա, բայց մյուս կողմից ամեն ինչ չափ ունի։ Ադրբեջանի անունը շատ հստակ պիտի տրվի, շատ հստակ ասվի, որ անգամ միջազգային հանրությանը ուղերձարվի, որ տեղյակ ենք, ով չի կատարում պայմանավորությունը, ով է հրաժարվում, պիտի արդեն բոլորին տեսանելի լինի, որ չափերն անցնում է արդեն։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համոզված է, խնդրով զբաղվողները բոլոր նրբությունները լավ գիտեն, առանց ասելու էլ։ Շտայնմայերը ասաց, ես չեմ ուզում մատնանշել, բայց պարզ է թե ով է, չէ՞։ Ինչի մասին էին խոսում եռանախագահները, որ պետք է անխտիր հանձնառու լինել եւ կատարել 94-95 թվականի համաձայնագրերը։ Ով է հրաժարվում դրանից։ Ադրբեջանն է հրաժարվում, հայտնի չէ։ Դիվանագիտական խճանկարից դուրս իրական Արցախում ամեն ինչ հստակ է։ Եվ զորքը, եւ բնակչությունը, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու։ Հանրապետության նախագահը Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպում է զորամասեր այցերից հետո։ Քանի օր արդեն գտնվում եք այստեղ Լեռնային Ղարաբաղում, ինչով է բացատրվում դա, ոչ տոնական օր է, ոչ միջազգային ինչ-որ դիտորդներ կան։ Բոլոր կիսատ գործերը Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված են Արցախի Հանրապետությունում իրավիճակով, պատասխանում է նախագահը։ Նրա կյանքի ամենադժվար պահի մասին Դավիթ Մուրադյանի հարցինի պատասխան մտովի հասնում է նախորդ դարի 90-ականներ։ Իրոք ծանր պահ էր, երբ որ պետք է որոշում կայացվեր, որտեղ տալ ամենավճռական մարտը։ Երկու հիմնական ուղղություններով էին ադրբեջանցիները գալիս, մեկը Մարտակերտն էր, մյուսը Ասկերանի ուղղությունը։ Որոշում կայացվեց, որ մենք պետք է պահենք Ասկերանում եւ կարողացանք։ Ծանրությունը չի, որ մարդուն նեղումը։ Իմ պատկերացումը այդպիսին է։ Մարդուն նեղումը որոշում կայացնելու process-ը։ Ղարաբաղյան խնդրի այս փուլում բանակցություններ չկան։ Օգոստոսի 10-ից հետո որևէ լուրջ խոսակցություն չի եղել, ասում է նախագահը։ Մինչև ԵԱՀԿ արտգործնախարարների նիստը եւս ոչինչ հստակ չէր։ Կար ընդհանրապես համանախագահների մեծ ցանկությունը Ադրբեջանի արտգործնախարարին երկխոսության սեղան հրավիրել։ Պոպովը, Որլիկն ու Վիսկոնտին Համբուրգում հաջողեցին, Մամեդյարովն ու Նալբանդյանը հանդիպեցին։ Հանդիպումը ինքնին արդեն կարևոր էր։ Կարևոր էր այն իմաստով, որ կարծեմ վերջին անգամ երբ էինք հանդիպել, դա Վարշավայում էր։ Առաջիկա ինտրիգը նախագահների հանդիպում կազմակերպելն է։ Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Ադրբեջանը խուսափում է,
անգամ աննշան քայլ առաջը հետաքննական մեխանիզմներ ներդնելը կչեզոքացնի Ադրբեջանի շանտաժի լծակը, սահմանին մշտապես լարվածության հրահրումը։ Գոնե խորհրդանշական կերպով, եթե Ադրբեջանը երաշխավորի, թե պատրաստ է մեխանիզմներ ներդնել, նախագահների հանդիպումն իմաստ կունենա, ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Հակառակ դեպքում դա, ասենք, որևէ ձևով չի նպաստում, նույնիսկ կարող լեգիտիմացնի Ադրբեջանի այդ փորձերը խուսափել պատասխանատվությունից այդ ապրիլյան իրադարձություններից հետո այդ գործընթացը փաստացի տապալելու եւ նաեւ բանակցությունները իրականում ավելի լուրջ փակուղու մեջ մտնելու առումով։ Բանակցողների թիկունքը պինդ պահողը հայոց բանակը վերազինվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, նկատում են Արցախից վերադարձած մտավորականները։ Ռուբեն Բաբայանը հենց Լեռնային Ղարաբաղում նախագահի հետ կարևոր հարցեր քննարկելը խորհրդանշական է համարում։ Մենք կարող ենք նաև որոշակի հարցերով չհամաձայնվել, կարող ենք վիճել, բայց լսել միշտ պետք է։ Տարբեր տեսակետներից ձևավորվում է համընդհանուրը, որն ընդունելի է բոլորի համար։ Ես ոչ դիվանագետ եմ, ոչ էլ քաղաքական գործիչ։ Ես կարող եմ այս ամեն ինչին նայել զուտ որպես քաղաքացի հայ մարդու իրավունքների տեսակետից։ Կարծում եմ, եթե խնդրի հիմքում դրվի մարդու ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, մենք կգտնենք ընդհանուր եզրեր։ Եթե փորձ կատարվի ուժով լուծել այս հարցը, ինչ որ երրորդ ուժերի միջոցով եւ այլն, մենք երբեք ընդհանուր լեզու չենք գտնի։ Միջազգային բեմերին զուգահեռ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում տիկնիկային թատրոնը խաղում է իր հռչակավոր անխելք մարդը։ Տնօրենն ասում է, մեծահասակներն ավելի շատ են դասեր խաղում։ Մշակույթի գործիչը Ադրբեջանում եղանակ ստեղծողներին եւս խորհուրդ կտար դիտել։ Սեփական երջանկությունը ոչ թե Արցախի սարերի հետևում է, այլ եղած երկրում կարգ ու կանոն հաստատելու մեջ։ Աննա Բալյան, Տիգրան Բաբայան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։